Հարայինի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում օրակարգը, բարև ձեզ։ Ինչը փոխել եւ ինչպես գիտենք, այսօր խորհրդարանում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Կարապետյանը, Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որի 83%-ը շրջափակված է եւ միայն 17-ն է բաց։ Այստեղ կան հակասող շահերով բազմաթիվ խաղացողներ, կախվածություն ունենք համաշխարհային ցնցումներից։ Մեր իրականությունը դեռ երկար է լինելու, այդպիսին ունենք նաեւ ներքին խնդիրներ, որոնց քաջատեղյակ ենք, ասել է վարչապետը, ընդգծելով, որ թվարկում է ոչ թե հուսալքելու համար, այլ ցույց տալու, թե որքան լավ են պատկերացնում իրականությունը։ Նրա խոսքով աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ ստարտային պայմաններում, նրանք սակայն կարողացել են իրենց գործին ամենօրյա նվիրվածությամբ հասնել զարգացման բարձր մակարդակի։ Վարչապետն ասել է, որ կառավարության ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր։ Գործադիրը նախատեսում է 2.5% տնտեսական աճ, 12% աղքատության նվազում, անվանական աշխատավարձի 25% բարձրացում։ Ներկայացվող ծրագիրը արտացոլում է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ մեր կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության պատկերացումները եւ տեսլականը մեր երկրի, մեր պետության զարգացման վերաբերյալ առաջի 5 տարիների համար։ Միաժամանակ այն ապահովում է հիմքեր երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար։ Միացյալ Թագավորության ազգային տոնի Էլիզաբեթ II թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առիթով թագուհուն շնորհավորական ուղերձ է եղել Հանրապետության նախագահը։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդության տասնամյակների հարուստ փորձը բրիտանացի ժողովրդին հավելյալ վստահություն եւ ուժ է հաղորդում Միացյալ Թագավորության հետագա բարօրությանը նպաստելու եւ արդի մարտահրավերներին դիմակայելու գործում, ասված է ուղերձում։ Նախագահը գրել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմավոլորտ համագործակցության զարգացումը, նշել, որ միջպետական հարաբերությունների 25-ամյակը լավ առիթ է վերահաստատելու հանձնառությունը, խորացնել եւ ընդլայնել միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։ Նախագահ Սարգսյանը տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր, շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին, նշելով, որ վերջին շրջանում բրիտանական իշխանության եւ ժողովրդի առջև ծառացան մի շարք մարտահրավերներ եւ Երևանը Լոնդոնի հետ միասին մեծ ցավ ապրեց տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, նախագահը մաղթել է, որ այս օրը նոր սկիզբ դառնա Միացյալ Թագավորության համար եւ հետագա բոլոր գործընթացները միայն բարի կբերեն երկրին եւ նրա քաղաքացիներին։ Նախագահն ու դեսպանը քննարկել են հայ-բրիտանական կապերի առավել ամրապնդման եւ գործակցության զարգացման հետագա քայլերը։ Հաջորդ թեմայի մասին Արցախի պաշտպանության նախարարությունը կեղծիք է որակել Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ եւ գերեվարվել մեկ հայ զինծառայող։ Արցախի պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել, հայտարարում է պաշտպանական գերատեսչությունը։ Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասել չեն տալիս։ Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով հակառակորդի զինուժը հերթական կերտավոր հաղթանակն է փորձում արձանագրել վիրտուալ տիրույթում եւ իրենց համար ցանկալի ներկայացնում իրականության փոխարեն, ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը եւս հերքել է ադրբեջանական ստերը, Արծրուն Հովանիսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել եւս որևէ զինծառայող չեն կորցրել։ Փաստահավաք առաքելությամբ Տավուշի սահմանամերձ համայնքները այցելել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Խաղաղ բնակիչներին թիրախավորելու, մանկապարտեզը դպրոցը գնդակոծելու փաստերը արձանագրել են պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։ Մտադիր են զեկույց պատրաստել եւ ներկայացնել միջազգային կառույցներին, սա արդեն երկրորդ նման նախաձեռնությունն է, նպատակը ցույց տալ, որ Ադրբեջանը միտումնավոր է կրակում ոչ միայն ռազմականացված օբյեկտների, այլև գյուղերի խաղաղ բնակիչների վրա, եւ դա անում է կայուն հետևողականությամբ։ Այ սարերը որերևում այն մեծ ու փոքր սենց բլուրները։ Ներքևի բլուրը մեր, դիրքնա վերևինը իրանցը։ Մի կիլոմետր հեռու է մանկապարտեզը Զորամասից, նենց որ ասենք նենց չի որ Զորամասի վրա են կրակում, հատուկ կրակում են գյուղի վրա։ Եթե մոտակայքում Զորամաս չկա ընդհանրապես ու ուղիղ ինքը կարողանում է նշանառության տակ պահի քաղաքացիական բնակավայրը, այստեղ ակնհայտ է մտադրությունը, որ ուզում է վնասը պատճառի հենց քաղաքացիական բնակավայրերին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էլ Կալիֆոռնիայում է Միացյալ Նահանգների հայ իրավաբանների միության հրավերով։ Ռուբեն Մելիքյանը մասնակցել է կառույցի տարեկան համաժողովին, հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնց մի զգալի մասը վերաբերել է ապրիլյան քարոզիային։ Նա նաև այցելել է Գլենդելի ոստիկանություն, հանդիպել ոստիկանապետի հետ, ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին եւ այդ ոլորտում ամերիկյան փորձին։ Այցի առանցքում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն են։ Օմբուդսմենը գործնական հանդիպումներ կշարունակի նաև Վաշինգտոնում։ Առաջին հերթին այսպես աշխատանքային ձևաչափ եւ փորձում ենք հասկանալ թե փորձը ինչքանով է կիրառելի մեզ մոտ եւ շատ հետաքրքիր հանգամանքներ մենք այստեղ տեսանք, որը քննարկման առարկա կարող է դարձվել։ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ազգերի ներկայացուցիչները քուրդ եւ թուրք առաջադեմ մտավորականների հետ հավաքվել են Բեյրութում։ Նրանք քննարկել են արդարության վերականգնման, հայոց ցեղասպանության հետևանքների վերացման կոնկրետ եւ միասնական քայլերը։ Նախաձեռնությունը կոչվում է հունվարի 19-ի հիշատակ Պոլսահայ լրագրող Հրանտինքի։ Աբրահամ Գասպարյանի ռեպորտաժը Բեյրութից։ Ինչպես վերականգնել ցեղասպանության ենթարկված հայության, նյութական, բարոյական եւ տարածքային կորուստները։ Փարիզից եւ Բերլինից հետո Փոքրասիայի պետականազոր ժողովուրդների ներկայացուցիչները այդ խնդիրների լուծման եւ նպատակների իրականացման մեխանիզմներ ճշգրտելու հարցում հավաքվել են Լիբանանի մայրաքաղաքում։ Բեյրության հանդիպման իրենց մասշտաբային աջակցությունն են հայտնում ոչ միայն ցեղասպանության ենթարկված հույներն ու ասորիները, այլ նաեւ ցեղասպանություն իրականացրած քրդերը Իրաքյան Քուրդիստանից մինչեւ սիրիական Ռոժավա, ինչպես նաեւ թուրք առաջադեմ եւ այլախոհ մտավորականությունը։ 141 օրվա աշխատանք եւ միջազգային իրավապաշտպան 40 սուբյեկտ Թուրքիայից պահանջում է ընդունել հայության իրավական թղթածրարը։ Հունվարի 19-ի նախաձեռնության Բեյրության օրակարգով հետաքրքրված են նաեւ Ռուսաստանը, Վրաստանը, Արգենտինան, Հունաստանն ու Լիբանանը։ Վերջինը նախագահական մակարդակով։ Մենք պետք է վերացնենք մտայնությունը, որը մերժում է այլ տեսակի գոյությունը։ Կարիք ունենք ավելի խորը գործակցության, վերանայելու արդարության, քաղաքական ազատությունների ու իրավունքների հարցում ընկալումները, տարածաշրջանում վայրագությունների կանխումից մինչև հայոց ցեղասպանության պատմության դասեր։ Հայության պահանջը հասցեական է, արդարություն եւ առաջին հերթին ցեղասպանության պատասխանատու պետությունից, Թուրքիայից հատուցում։ Հայրենիքի գորուստը արդարություն կնշանակի անցերու գորուստը, մահը, կնշանակի նաև դեղափոխությունը ժողովրդին Օսմանյան կայսրության սահմանները ներս։ Արդարության վերականգնմանն ամբողջությամբ աջակցում է հույն ժողովուրդը, ուղերձն Աթենքից բերել էր հունական օրենսդիրի ներկայացուցիչը։ Աջակցում ենք հայության դատին։ Հունվարի 19-ի նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն հայերի, այլ նաև Պոնտոսի հույների դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու եւ Մերձավոր Արևելքում կատարվող ցեղասպանությունները դադարեցնելու առումով։ Երևանը, որ հայ եւ ասորի նախկին ու գործող 3 падգամավորով է մասնակցում համաժողովին, հաստատակամ է բոլոր ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում։ Մենք հանդես ենք գալիս այդ արժեքների պաշտպանությամբ եւ նաեւ տարածաշրջանում, Մերձավոր Արևելյան տարածաշրջանում շարունակվող ցեղասպան քաղաքականության դեմ պայքարի ու կանխարգելման անհրաժեշտությամբ։ Եռացող Մերձավոր Արևելքում քաղաքական իրողությունները փոխվում են ամեն րոպե։ Պայթող ռումբի ուրվականը գալիս է Իրաքի հյուսիսից։ Քրդերն այստեղ սեպտեմբերին պատրաստվում են դե յուրե անկախանալ Բաղդադից։ Էրբիլի պատվիրակը հունվարի 19-ի գործընկերների աջակցությունն է հայցում։ Իրաքի ազգակիցներից գաղափարական ու քաղաքական տարբեր օրակարգ ունեցող Սիրիայի քրդերն այնքան էլ ոգևորված չեն Էրբիլի անկախության հեռանկարով։ Նրանք նույնպես Սիրիայի հյուսիսում պատերազմի սկզբից ստեղծել են ինքնապաշտպանվող ու ինքնակառավարվող միավոր, այն կոչել Ռոժավա։ Նրանք ողջունում են իրաքցի քրդերի քայլը, բարի երթ մաղթում։ Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ինքնորոշվել իր տարածքում, դա արդարության հարց է։ Օսմանյան կայսրությունում արդարություն չկար։ Այդ պատճառով էլ տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը։ Դժբախտաբար քրդերը նույնպես մասնակցեցին այդ ոչրագործությանը։ Մենք բազմիցս ներողություն ենք խնդրել մեր որոշ ցեղերի մեղսակցության համար։ Այսօր էլ հայկական հարցը մենք առաջ ենք տանում Թուրքիայի խորհրդարանում։ Իդեմս թուրքական մեջլիսում ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ակտիվ ու նախաձեռնողական քայլերի։ Արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտումների Մերձավոր Արևելյան պրակտիկայի մասին հունվարի 19-ի պատվիրակները զրուցեցին Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Democracy exists in form. Մենք Թուրքիայում տեսնում ենք ձևական ժողովրդավարություն, որի էությունը բռնապետությունն է։
Թուրքիան իրագործել է ցեղասպանություն, խլել հայերի գույքը։ Արդարություն եք ուզում, նախ ընդունեք ձեր մեղքը, ներողություն խնդրեք, առերեսվեք սեփական պատմությանը։ Եվ հանդիպան ավարտին հավաքական լուսանկար Կիլիկիո կաթողիկոսի կեցավայրի բակում հայոց ցեղասպանության 50-ամյակը խորհրդանշող պայքարող մոր հուշարձանի մոտ։ Աբրահամ Գասպարյան, Էդգար Դավթյան, օրակարգ, Բեյրութ, Լիբանան։ Միջազգային լրահոս քննիչները պարզել են Բրյուսելի կայարանում ահաբեկչություն իրականացնողի ինքնությունը, բայց նրա անունը դեռ գաղտնի է պահվում։ Երեկուշ երեկոյան Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական կայարանում հատուկ ծառայությունների աշխատակիցները չեզոքացրել են տղամարդուն, որը ոչ մեծ պայթյուն էր իրականացրել։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կայարանը, որի աշխատանքը դադարեցվել էր, կսկսի գործել այսօր ավելի ուշ։ Եվրախորհրդարանը փակում է դեպի Եվրամիություն Թուրքիայի ճանապարհը։ Կազմակերպության արտաքին հարցերի հանձնաժողովը պաշտոնապես խնդրել է Եվրամիությանը դադարեցնել կառույցին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Հանձնաժողովը այդ քայլին է դիմել հաշվի առնելով Թուրքիայում ապրիլին կայացած հանրաքվեի արդյունքները եւ նախագահի լիազորությունների ընդլայնումը։ Եվրամիությունն էլ հայտարարել է, որ անդամակցության շուրջ բանակցությունները սառեցված չեն եւ առաջընթաց կգրանցվի, երբ Թուրքիան վերանայի դիրքորոշումը մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերում։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, սև ցուցակում է հայտնվել 38 անձ եւ կազմակերպություն, այդ թվում նաեւ Ղրիմից։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը նշել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի պատժամիջոցները չի վերացնի, քանի դեռ Ուկրաինայի արևելքում նկատելի կլինի Մոսկվայի ներկայությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան սկսել է Վաշինգտոնի դեմ պատասխան պատժամիջոցներ մշակել։ Սաուդյան Արաբիայի թագավորը նոր թագաժառանգ է նշանակել իր 31-ամյա որդուն պաշտպանության նախարար Մուհամմեդ Իբն Սալմանին։ Նա նաև երկրի փոխվարչապետն է։ Գահի նախորդ ժառանգորդը թագավորի զարմիկն էր 57-ամյա Մուհամմեդ Իբն Նաիֆը։ Նա զրկվել է եւ տիտղոսից եւ ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Նոր թագաժառանգը համակարգում էր սաուդցիների գլխավորած կոալիցիայի ռազմական գործողությունները Եմենում։ Նաև համարվում է արաբական երկրների եւ Քաթարի միջև դիմակայության առանցքային դերակատարներից մեկը։ Վերադառնանք Երևան, հակամոնոպոլ մարմինը Հայաստանում պաշտպանել է ամերիկյան ընկերության իրավունքները եւ կանխել անբարեխիղճ մրցակցությունը, չնայած խնդրի վերաբերյալ դիմում ստացել էր տեղական ընկերությունից։ Ամերիկյան ներդրումներով ընկերությունների հետ հանդիպմանը հավաստել են, որ Հայաստանում պատրաստ են պաշտպանել բոլորի իրավունքները։ Հայաստանյան Վալետան 10 տարի առաջ մեր երկրում գրանցել է Burger King ապրանքանիշը, իսկ վերջերս փորձել է արգելել ամերիկյան Burger Arm ընկերությանը Հայաստանում տվյալ ապրանքանիշով գործունեություն ծավալել այն դեպքում, երբ ապրանքանիշի մտավոր սեփականության իրավունքը հենց ամերիկյան ընկերությանն է պատկանում դեռևս 1954 թվականից։ Մեր ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ այս ճանապարհով փաստորեն Վալետա ընկերությունը փորձում է սահմանափակել եւ մուտքի խոչընդոտներ ստեղծել Burger Arm ընկերության գործունեության համար։ 838 տնտեսվարող ՊԵԿ խոշորացույցի տակ Պետեկամուտների կոմիտեի մոնիթորինգային կենտրոնը հրապարակել է 1.5 ամսվա արդյունքները։ Կրճատելով հարկային տեսուչ հարկ վճարող շփումը, էլեկտրոնային համակարգով բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են հարկային խախտումները շտկելու ցանուցումները։ 838-ից 143-ը զգուշացվել են կրկնակի։ Մոնիթորինգային կենտրոնը տնտեսվարողներին առարկելու եւ բացատրություններ ներկայացնելու հնարավորություն է տվել։ Ծանոթությունների միջոցով փորձում ենք կանխարգելել անապրանք փաստերով գործակների թերհայտարարման, ռիսկերի իրացման շրջանառությունների թերհայտարարման, գների նվազեցման ռիսկերը։ Հայաստանի տնտեսության վիճակն ու ներդրումային գրավչությունը հեռանկարային են համարում Եվրասիական հիմնադրամի փորձագետները։ Կառավարության հետ նրանք քննարկել են ծրագրերը ընդլայնելու հնարավորությունները ճանապարհաշինության եւ ոռոգման համակարգի բարելավման ոլորտում։ Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանում ընդլայնում է ծրագրերը։ Հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում է նոր նախագծերը քննարկելու։ Այսօր մեր երկրում հիմնադրամի ամենախոշոր ծրագիրը $150 միլիոն իրականացվող հյուսիս-հարավ ավտոճանապարհի Իրանի սահման հասնող հատվածի կառուցման ֆինանսավորումն է։ Կառավարության հետ քննարկում ենք հյուսիս-հարավ նախագծի շարունակության հնարավորությունը, Ագարակից մինչև Քաջարան ձգվող հատվածից դեպի հյուսիս, նաև Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը։
Մեր երկրում Եվրասիական հիմնադրամի մյուս խոշոր ծրագիրը ոռոգման համակարգերի արդիականացումն է։ Դրան գրեթե բոլոր շրջաններն են ընդգրկում։ Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ մոտ 40 միլիոն դոլարի վարկով նորոգում են խորհրդային շրջանում կառուցվածքները, նորերն են կառուցում, պոմպակայանների փոխարեն ներդրվում են ինքնահոս համակարգեր։ Հայաստանյան այս այցի ընթացքում ծրագրային խումբը կայցելի ֆերմերային տնտեսություններ, որոնք միանալու են ոռոգման համակարգին։ Որոշ տարածքներում ոռոգման արդյունավետությունը կբարձրանա 100-ից 120%-ով։ Հիմնադրամի փորձագետների համար աննկատ չի մնացել ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսության վերականգնումը։ Նրանք դրական ու հեռանկարային են գնահատում ծրագրերը, դրանց իրականություն դարձնելու կառավարության ջանքերն ու ներդրումային հնարավորությունները։ Բանկի փորձագետները 2018-ի համար հնայի պոտենցիալ աճը կանխատեսում են մոտավորապես 2.9%, որը մոտ է արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականին։ Տնտեսության վիճակը եւ ներդրումային գրավչությունը հեռանկարային տեսակետից դրական են գնահատում։ Կայունության եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի խումբը Հայաստան է գալիս առնվազն եռամսյակը 1, տեղում հետևում ծրագրերի ընթացքին եւ նորերը կազմում։ Արմինե Ուդումյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Կոտայքն ընդլայնում է ջերմոցային տնտեսությունը Green Farmer-ը նոր կառուցվող ջերմոցում կարտադրի 5-ից 6000 տոննա լոլիկ։ Գյուղմթերքի մեծ մասը ծրագրում են իրացնել տեղական շուկայում։ Ընկերությունում գյուղնախարար Առաքելյանին ասել են, որ հաջորդ 2 տարում կավելացնեն արտադրությունը 20 հեկտարով։ Կոտայքի մեկ այլ վերամշակող ընկերություն Wilfood-ը բանջարեղենային պահածոների 35%-ը իրացնում է տեղական շուկայում, մնացածը արտահանում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Օգոստոսին կբացեն նոր արտադրամաս։ Նոր Գեղի համայնքում էլ զարգացնում են արտադրությունը։ Երկուսն էլ ունեն մեծ ներուժ արտահանման, հիմնականը իհարկե արտահանումն է լինելու։ Հայաստանում մտածում են զարգացնել նաև ագրոտուրիզմը։ Սեպտեմբեր-հոկտեմբերին Երևանում նախատեսվում է կազմակերպել մեր գյուղը փառատոն։ Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի գյուղապրանքներ արտադրող ֆերմերներն ու անհատ ձեռներեցները, փոքր եւ միջին արտադրողները Երևանում կցուցադրեն իրենց արտադրանքը։ Մեր գյուղը նախագիծ առաջարկությունը զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է համանուն ընկերությունից։ Ծրագիրը ոչ թե ագրոտուրիզմն է, այլ հակառակը ագրոտուրիզմով զբաղվողներին ուղղակի եւ ոչ ուղղակի բերելու ավելի քաղաքային հարթակ։ Ստեղծենք կայուն զարգացման մոդել, որպեսզի կարողանանք այդ փոքր արտադրողին բերել Երևան եւ ինչու՞ չէ իր համար էլ տոն սարքել, կարողանալ այստեղ ուղիղ կապի մեջ մտցնել այստեղ սպառողների հետ։ Սասունցի Դավիթ էպոսի շարունակությունը Դավիթ Հովանեցի նեոդյուսազնապոեմում Կոմիտասի թանգարան ինստիտուտում կայացել է Փոքր մհեր եւ Դավիթ տարեգիր գրքի շնորհանդես։ Պոեմը բանաստեղծի վերջին ստեղծագործությունն է, որ նա ավարտել է մահից օրեր առաջ։ Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Դավիթ Հովանեսի ըմբոստ էությունն, ինչպես գրչակից ընկերներն են գնահատում, առավելապես ընդգծվեց նրա նեոդյուսազնապոեմում։ Փոքր մհեր եւ Դավիթ տարեգիրը նրա վերջին գործն էր։ Ինքը փոքր մհերին դուրս է բերում քարանձավից եւ բերում է մերօրյա կյանք։ Ապրիլյան քարորյան Դավիթ Հովանեսին վերադարձրեց անցյալ։ Նա ազգային էպոսի բանտարկված փոքր մհերին բերեց մեր իրականություն, դարձնելով նրան արցախյան մարտերի մասնակիցը։ Նրա քրոնիկոնները շատ արդիական են։ Իզուր չի, որ էպոսում նա օգտագործում է նաև բազմաթիվ հնացած բառեր, էպոսին բնորոշ արտահայտություններ։ Բանաստեղծի վերջին պոեմի շնորհանդեսին ներկային գրչակից ընկերները, նոր սերնդի բանաստեղծները, հարազատները։ Գիրքը որոշեցինք հրատարակել, քանի որ ինչպես ասում են, թանակը դեռ չէր չորացել գրքի վրա, քանի որ իր հեռանալուց անմիջապես առաջ էր վերջացրել գիրքը։ Պոեմը գրվել էր 20 օրում, շատ ինքնաբուխ, եւ մենք անպայման որոշեցինք հրատարակել մինչեւ իր մահվան 1 տարին լրանալը։ Բանաստեղծը վերարտնացրել է ազգային վիպասքի վերջին հերոսին, մեր ժամանակներում տեսնելով նրա կարիքը։ Պոեմը սկսել է գրել քարորյա պատերազմից 1 ամիս անց, մայիսի 8-ից ավարտել 28-ին, ընդմիշտ վայր դնելով գրիչը։ Անի Ստեփանյան, Անուշիկ Մելքոնյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ 9000 բժիշկ եւ 17500 բուժաշխատող Հայաստանում նշում է մասնագիտական տոնը։ Բժշկի կոչումը մարդասիրության հոմանիշ է, անգամ ամենադժվար պայմաններում, անապատում, պատերազմում, հազար ու մի վտանգ անտեսելով նրանք հասնում են բոլորին փրկում կյանքեր։ Ու հաճախ է նրանց գործը վերածվում սխրանքի, ինչպես այս զմրանն էր Ծաղկահովիտում։ Առանց շտապօգնության մեքենայի մի կերպ ծննդկանին տեղափոխելուց հետո նոր կյանքի ծնունդը։
Մեկ զուրվարորդների համար վաղվանից մայրաքաղաքի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի։ Բաղրամյան պողոտայով Դեմիրճյանի փողոց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց։ Վաղվանից կարգելվի նաև մեքենաների կանգառը Իսահակյան փողոցի Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտայ երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում։ Երևանում ուժեղ քամու հետևանքով 3 շենքերի տանիքներ են վնասվել, ծառեր և էլեկտրասյուներ շրջվել, մի քանի տեղ ծառերը շրջվել են փողոցում կայանած ավտոմեքենաների վրա։ Դավիթ Անհաղթ փողոցում Ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարներ թեքվել ընկնելու վտանգով։ Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ գիշերը 2:30-ին ապամոնտաժել են մոտ 30 մետր բարձրությամբ և 1 մետր տրամագծով ծխատարը։ Իսկ Ֆրանսիայում Աֆրիկայից տաք օդային զանգվածներ են ներխուժում, երկրի 91 շրջանից 51-ում տագնապի նարնջագույն ազդանշան է հայտարարվել, ենթադրվում է, որ մոտորերը Ֆրանսիայի մեծ մասում ջերմաստիճանը կբարձրանա, ստվերում այն կհասնի 39 աստիճանի։ Մարդիկ, հատկապես զբոսաշրջիկները, փրկությունը գտնում են ծառերի ստվերների տակ, շատրվաններով, լողավազաններում։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք այժմ։